թեմաների հետ կապված կլսենք ձեր տեսակետը եւ մինչեւ եթերի անցնելը դուք տեսաք ազգային ժողովում ինչ վիճակ է, Նիկոլ Փաշինյանը ըստ էության ինքնատիրապետումը կորցրել է, բոմբ, ժեղ, լնգուլավազներ, այսպիսի տերմինոլոգիայով է խոսում, այս ամենը ինչի դրսևորում է, ես անտասիրակության առաջի հեշտին։ Խնդրեմ։ Կներեք ընտադեցի, դա առաջի հեշտին անտասիրակության եւ անկիրթ լինելու դրսևորում է, որը չափազանց բնորոշ է Փաշինյանին եւ Փաշինյանի տեսակին։ Ճիշտն ասած, ես իր ելույթից ընդամենը երկու փոքր մաս առանձնացրեցի, երկու որակավորում, որը ինքը ուղարկեց մեկը Հայաստանի ընդդիմադիր դաշտի ներկայացուցիչներից մեկին, մյուսը Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին։ Տեսեք, խոսում է բոմժ լինելուց, այստեղ կա երկու տարբերակ, առաջի հերթին յուրաքանչյուրը փորձում է մյուսներին նմանեցնել իրեն, եւ Փաշինյանի դեպքում ինքը երբեք չի փորձում որևէ մեկին նմանվել, այլ ինքն է փորձում մյուսներին նմանեցնել իրեն, ինչպես ասենք ցանկացած գող ավազակ մյուսներին անվանում է գող ավազակ, կամ ինչպես ցանկացած մարմնավաճառ մյուսների մեջ ուզում է տեսնել այդ նույն հատկանիշները, այդ մասնագիտական հմտությունները։ Եվ հետևաբար շատ նորմալ է, որ Փաշինյանը նման բառապաշարով փորձում է մյուսներին անվանակերկել, որովհետև սա իր համար շատ նորմալ է, ինքը տարիներ շարունակ եղել է նմանատիպ կարգավիճակների մեջ։ Կամ գուցե ինքն էլ է ուզում նպաստել, օգնել, որպեսզի Սամվել Կարապետյանը դառնա վարչապետ, եւ երևի իրեն տանը շատ են վարչապետ բառի փոխարեն ասել բոմժ, եւ հիմա ինքը երբ որ ասում է ծծկը դարձնեմ բոմժ, երևի նկատի ունի վարչապետ դարձնել։ Սա արդեն մի փոքր հռետորական է, գուցե իր համար հենց վարչապետի պաշտոն զբաղեցնելը բոմժություն է, այդ մասով պետք է իրենից հասկանալ։ Իսկ շատ ավելի սարսափելի, նաև զզվելի է, երբ որ ինքը Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին անվանեց շուն ու շանգյալ։ Ինչ է նշանակում, ես չգիտեմ, Հայաստանում կա այդքան շուն ու շանգյալ։ Այսինքն այս դեպքում այդ տեսակետը դնենք, որպեսզի ժողովուրդը հասկանա ինչի մասին է խոսքը։ Կարա հավատա, կներեք հազար ներողություն։ Եթե ես հիմա ասեմ, գիտեք ինչ կարող է ուժեղ Հայաստանը, Հայաստան դաշինքը, ուժեղ ՀՀԿ-ն, Հայաստան դաշինքը ու ԲՀԿ-ն անցնեն խորհրդարան, նշանակում է ես իմ մտքով անցկացնեմ, որ Հայաստանի Հանրապետությունում այդքան շուն ու շանգյալ կա, որ կարա իրանց օգնին քվեարկի։ Գիտեք, առանց հայոյանքի դժվար է պատասխանել, բայց բոլոր դեպքերում ես ինքնատիրապետումը պահպանեմ։ Այսինքն ինքը ինչ է ասում, ինքը Հայաստանի Հանրապետության բնակչությանը անվանում է շուն ու շանգյալ։ Սա արդեն բացահայտ արհամարանք է Հայաստանի Հանրապետության քաղաքացու նկատմամբ։ Այն դեմոկրատիայի, ժողովրդավարություն, ազատ ընտրություններ, երբ որ քարոզում էր, կամ երբ որ ինքը գալիս էր իշխանությունը գրավելու, իշխանությունը զավթելու, այն ժամանակ հպարտ քաղաքացիներ էին։ Իսկ հիմա երբ որ այդ նույն քաղաքացին պատրաստվում է իրեն զերգել իր բոմժի աթոռից կամ վարչապետի աթոռից, ինչպես ինքը ընկալում չեմ կարող ասել, այս դեպքում արդեն այդ մարդիկ դարձան շուն ու շանգյալ։ Սա իրականում երկրի ղեկավարի խոսուց չէ, սրանով նա հերթական անգամ ապացուցեց, որ ինքը բացարձակապես կապ չունի Հայաստանի Հանրապետության հետ, ինքը բացարձակապես կապ չունի հայ ժողովրդի հետ եւ սրանով ինքը ցույց տվեց իր կառավարիչ լինելը, որովհետեւ միայն օտարերկրյա կառավարիչը, օրինակ տվյալ դեպքում թուրքը կարող է նման կերպ արտահայտվել հայ մարդու մասին։ Շուն շանգյալ, տեսեք, մի 100 տարի առաջ է թուրքերը մեզ գավուրներ էին ասում, նույն տոնով, նույն արհամարանքով, ինչպես այսօր Փաշինյան Նիկոլը Հայաստանի Հանրապետության բնակիչներին անվանեց շուն ու շանգյալ։ Եվ տվյալ դեպքում այս մասին արդեն ոչ թե մենք պետք է խոսենք, այլ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները պետք է հենց այդ բառով արդեն իրենք պատասխան պահանջեն Նիկոլ Փաշինյանից։
Այ ամիսներ առաջ կամ գուցե մի տարի առաջ մենք հիշում ենք եւս մեկ ներկայացուցիչի հայր համբալներ համարեց բոլոր նրանց, ովքեր գյուղերից օպելներով գալիս էին Երևան։ Հիմա արդեն շուն ու շանգյալ։ Վաղը մյուսօր շատ ավելի վատ պարամետրերով կսկսեն հայ ժողովրդին դիմել։ Եվ այս դեպքում, գիտեք, արդեն մենք մեր համար էլ է դժվար։ Արդեն ժողովուրդը պետք է հստակ իր դիրքորոշումը, իր վերաբերմունքը արտահայտի այս անհասկանալի ծագմամբ անձի նկատմամբ։ Այս ամենը ինչի դրսևորում է, ուզում տեսանք, հա, վերջին օրերին Սամվել Կարապետյանի թիմայցների դեմ այդպես բերման ենթարկել, մինչև անգամ կանանց այս վախերը ինչով է պայմանավորված, խնդրեմ։ Սա ավելի շուտ հենց նույն արհամարանքն է։ Նույն արհամարանքն է եւ ինքը նաեւ շատ լավ հասկանում է, որ ինքը Հայաստանում ատոր տնելու տեղ չունի արդեն։ Իր համար արդեն խնդիր է Հայաստանում մնալ ղեկավարելը։ Ճիշտ է, ինքը իր կողմնակիցները, իր հովանավորները, իր տերերը ամեն ինչ արել են, որ ինքը ընտրություններում շատ ավելի ապահով կնա, պատրաստ են ցանկացած տեսակի խախտումների նկատմամբ աշկ փակել, պատրաստ են ցանկացած հանցանքի նկատմամբ աշկ փակել, բայց միևնույն է, ինքը ներքուստ հասկանում է, որ ինքը ունի չափազանց մեծ խնդիր Հայաստանի Հանրապետությունում։ Եվ ինքը սարսափում է այն պահից, երբ որ կարող է Հայաստանում ընդդիմությունը իսկապես ձևավորի համաժողովրդական ուժեղ հոգևոր շարժում։ Այնինքն այդ ամեն ինչը շատ լավ հասկանում է։ Եվ այսօր այդ մարդկանց ուղղակի բռնել, բաց թողնել կամ տնային կալանքներ ինքը դրանով ինչ է անում։ Առաջի հերթին ստեղծում է անհավասար մրցակցային պայմաններ ընտրությունների հետ կապված։ Այսինքն արդեն իսկ նրա գործողությունները խոսում է կեղծված եւ ոչ ազատ, ոչ թափանցիկ ընտրություններ կազմակերպելու մասին։ Ընտրություններին դերևս կա ամիս ու կես, բայց այս պահին արդեն մենք կարող ենք հստակ գնահատել, որ Հայաստանի Հանրապետությունում 2026 թվականի հունիսի 7-ին տեղի ունեցող ընտրությունները դրանք բացարձակապես ժողովրդավար ընտրություններ չեն, որ այդ ընտրությունները իրականացվել են ոչ հավասար եւ ոչ թափանցիկ պայմաններում։ Արդեն իսկ միջև ընտրություններին հասնելը Նիկոլ Փաշինյանը հենց ինքն իր համար լեգիտիմության խնդիր է ստեղծել։ Էլ չասեմ, որ հերթական անգամ այն հաստափոր գրքերում, որտեղ կան նշված իր կողմից իրականացված բազմաթիվ հանցանքները, այդ հանցանքների գրքում ավելացան եւս մի քանի հանցանքներ։ Եվ իրականում տեսեք նաեւ սարսափելին որն է, որ իր համար գոյություն չունեն կարմիր գծեր։ Ինքը նույնիսկ շատ փոքր երեխային կարող է զրկել մորից միայն նրա համար, որ ցույց տա իր ադելությունը հայ ժողովրդի նկատմամբ։ Ինքը կարող է պատարակ խնդրել, խանգարել, ինքը կարող է աղոտող երիտասարդին տանել կտանքների ենթարկել, խոշտանգման ենթարկել միայն նրա համար, որ ինքը ուզենա ցույց տա, որ Հայաստանում ինքը կառավարիչ է։ Այսա այդ արհամարանքն է։ Այո, ես նոր նշեցի, ինքը նույնիսկ կրսկեր երեխային զրկեց մոր կատից։ Մի քանի ժամ շարունակ ինքը զրկեց մորից։ Ու սա առաջին անգամ չէ, նույնիսկ 2019 թվականին մենք Գյումրիում դեպք ունեցանք, երբ որ մոր ձեռքից խլեցին 1 տարեկան երեխային եւ մորը տարան նստեցրեցին բանդ։ Ու բանդում ստիպեցին, որ հանցանքը պետք է վերցնես քո վրա, որ կարողանաս երեխայիդ տեսնել։ Դրանից անցել է 7 տարի, աշխարհում որևէ մեկը դրան չարձագանքեց։ Հայաստանի այսպես ասած հասարակության, այսպես հակուստները պատրող գետններին պարգող այդ կեղծ իրավապաշտպաններից որևէ մեկը չարձագանքեց։ Սա հերթական անգամ ցույց տվեց, որ 2018 եւ 18-ից հետո սկսված բոլոր պրոցեսները, բոլոր գործողությունները դրանք Հայաստանին, հայ ժողովրդին դեմ էին։ Այդ ամեն ինչը իրականացվել էր ուղղակի գեղեցիկ փաթեթավորմամբ, գեղեցիկ անուններով, բայց սրանք մի մեծ հանցագործությունների շարք էին։ Եվ ցավոք սրտի դեռևս այդ հանցագործությունները շարունակվում են։ Եվ ցավով արձանագրեմ,
որ ես վստահ եմ մինչև հունիսի 7-ը մենք ավելի շատ այլանդակություններ, ավելի շատ բռնություններ տեսնելու ենք մեր երկրի բնակչության, մեր հայրենակիցների նկատմամբ։ Այս հրանով էր նաև պայմանավորված, որ օրինակ երրորդ նախագահի թիմը բոլորս մենք ասում ենք, որ Նիկոլ Փաշինյանը հետ պետք չէր ընտրությունների գնալ։ Բայց ցավոք սրտի ստացվեց իրավիճակը բերեց նրան, որ գնում ենք ընտրությունների։ Գոնե այս պարագայում ընդդիմադիր դաշտը պետք է հնարավորինս համախմբված լինի։ Որովհետև Փաշինյանը շատ լավ կարողացել է մասնադել, դեռևս 18 թվականից կարողացել է մասնադել մեր հասարակությունը։ Այ հիմա մենք հնարավորինս պետք է այդ հասարակությունը կարողանանք միավորել։ Երեք ազգային ժողովում էլ տեսանք իր վիճակը, տենց ինչպես պարլամենտարն է որակել ջրի կանալը, այս ամենը ինչը որ պայմանավորված ու թալանից խոսենք իրենց թալանը խայտարակ ցուցանիշները ու ոնց է փորձում մի հատ ընդդիմադիրների վրա մունատվես պարքեվավճար ձեզ են տվել դեստը, խնդրեմ։ Գիտեք, այդ մասով շատ լավ կլիներ, որ ոչ թե ես պատասխանեի, այլ այն մարդիկ պատասխանեին, ովքեր 5 տարի ազգային ժողովում գործել են։ Ես պատասխան ստացել, Այո, այս դեպքում ուղղակի մի քիչ այդ պարգևավճարներին չեմ ուզում անդրադառնալ, իսկ ինչ վերաբերվում է թալանին, մենք թալանված Հայաստանում ունեինք 42,000 քառակուսի կիլոմետր հայրենիք։ Մենք թալանված Հայաստանում ունեինք մի քանի միլիարդ դոլարի զենք։ Այդ նույն թալանված հայրենիքում մեր բանակը շատ ամուր էր, մեր սահմանները անառիկ էին։ Իսկ չթալանված Նիկոլի Հայաստանում չկա Արցախ։ Տեսեք, լավ էլ այդ խոշոր գաղափարներից չխոսենք։ Մեր տանից իմ աշխատանքի վայրը ընդամենը 15 րոպեվա ճանապարհ է կամ կիլոմետրաժով ասենք 5 կիլոմետր։ Յուրաքանչյուր օր աշխատանքի գնալ գալուց ես ուղեղից հնցում եմ ստանում այդ փոսերի մեջ։ Ես նոր հյուսիս-հարավ մայրուղիով գալիս էի Երևան, ես տեսնում էի ինչպես դա, այսպես բլբլեցնում եմ, որ վաղը Փաշինյան Նիկոլը Տարանովդի անցնի, բայց նույն աշտարակի հատվածում բազմաթիվ փոսեր կային, որը վաղը ինքը չի կարողանալու շրջանցել։ Այ իր ձևավորած, այսպես ասած, նոր Հայաստանը դա գոյություն չունեցող ուտոպիա է դա, փուչիկ է։ Եվ առհասարակ ինքը չի ցկտել ինչ-որ բան փոխել։ Ինչպես այոտ նկատեցիք, ինչպես հանրության ճնշող էձամասնություն է նկատել, վերջին 8 տարիներին իրենք թալան են իրականացրել։ Նույնիսկ երկրի ներսումը իրենք չի բավականացրել, իրենք Արցախ են ծախել։ Իրենք Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքներ են ծախել։ Տավուշում, Գեղարքունիքում, Վայոց ձորում ու միջև այսօր այդ process-ները շարունակվում են, այսինքն այնքան իրանք այդ թալանով չբավարարվեցին, այնքան երկրի ներքին ռեսուրսը իրենց չբավարարեց, որ իրենք ամբողջ Արցախ վաճառեցին։ Ու հիմա թալանից են խոսում։ 8 տարի իշխանություն եք, եթե թալանող մեկը կար, բռնեիք, մենք է տեսնեինք։ Միտեղ մի հատ գարաժի հող եք չգիտեմ, խնդիր գտնում, հետ վերադարձնում, աղմկում եք, որ տեսեք, այ պետությանը վերականգնեցինք, չգիտեմ, 900 քանի հազար դրամի վնաս։ Բա վերականգնեք պետությանը տված հայրենիքի վնասը, վերականգնեք այն 5000 եւ ավելի զոհված տղաների կորուստի վնասը։ Այսինքն իրանք գիտեք ինչն է խնդիրը, այդ հավոք սրտի Հայաստանում հասարակության մասնատվածությունը եւ ընդդիմադիր դաշտում շատ-շատերի ավելորդ այսպես հավակնությունները բերեցին մի իրավիճակի, որ սա խոսեց ինքը առհասարակ խոսելու իրավունք չուներ։ Ինքը միայն պետք է քննիչի մոտ նստեր խոսեր։ Ու շատ ցավալի է, որ 5 տարի է դեռևս տվյալ անձը շարունակում է Հայաստանի ամենաբարձր ամբիոններից խոսել, գոռալ, վիրավորել ու դեռևս իրեն հանդուրժում են։ Մինչդեռ ինքը վաղուց արդեն օրինական ուժի մեջ մտած շատ երկար դատավճիռ պետք է ունենար։ Այս է մեր խնդիրը։ Եվ այս է, որ ես ուզում եմ հերթական անգամ խնդրել Հայաստանում բոլորին, սկսած են ամենաբարձր պաշտոն ունեցողից վերջացրած են չգիտեմ, գործազուրկ քաղաքացուց, որ հարգելիներս հերթական անգամ մենք հասել ենք մի այնպիսի իրավիճակի, երբ ընտրություն պետք է կատարենք։
ու ոչ մի դեպքում չընտրեք Նիկոլ Փաշինյանին։ Ընդհակառակը փորձեք յուրաքանչյուրը ձեր կողմից ամեն ինչ անել, որ մենք կրկին կարողանանք դառնալ միասնական։ Որովհետև միայն այդ միասնականության արդյունքում մենք կկարողանանք հաղթել 80 եւ ավելի միլիոն թուրքերին։ Իսկ Նիկոլ Փաշինյանը այդ 80 եւ ավելի միլիոն թուրքերի մեջ է մտնում։ Սա հերթական ցեղասպանությունն է, որը ժամանակակից գործիքակազմով է իրականացվում։ Եթե 20-րդ դարի սկզբում 10 սարերով, սվիններով, չգիտեմ, հրացաններով էր իրականացվում, այսօր դա իրականացվում է թեկուզ տեղեկատվական պատերազմով, թեկուզ մեզ մեկս մյուսից հետ խնդիր ստեղծելով։ Եվ վերջին 5 տարում, ցավոք սերդի, մենք շատ իրավիճակներ եւ շատ պատեհ առիթներ կորցրել ենք այս ամեն ինչից ազատվելու համար։ Հիմա նորից մեզ տրված է մի հնարավորություն, որը չգիտենք դրանից հետո նորից երբևիցե կունենանք, թե չենք ունենա։ Հետևաբար կլինի փողոցում, կլինի ընդրատեղամասում, քվեատուպի առաջ, թե որտեղ մենք պարտավոր ենք յուրաքանչյուրս կատարել մեկ ընտրություն, մեկ գործ, ազատվել Նիկոլ Փաշինյանից։ Սա է լինելու մեջ թիվ 1 առաքելությունը առաջիկա ամիս եւ կես ժամանակահատվածում, գուցե մի փոքր էլ նաեւ այդ ընդրական օրից հետո։ Դիվանագիտական ֆորումի էր մասնակցում Ալեն Սիմոնյանը Թուրքիայում եւ ինչ է ասում էր, հիշում եք ինքը ինչպեսի դերքորոշում ուներ մեր ռազմագերիների վերաբերյալ եւ այնտեղ ընտրություններից 1 ամիս առաջ ասում է 19 ռազմագերիներ պետք է վերամիավորվեն իրենց ընտանիքների հետ, ազատ արձակվեն, ինչպես նաեւ անհետ կորած եւ մյուս անձանց ճակատագրերը պետք է պարզվեն։ Խնդրեմ, ինչ ունեք, ինչ որ ակում կտակ իրենց պահվածքին։ Հերթական դեմագոգիան, ընդրություններից առաջ հերթական դերասանություն, ձևականություն, մենք բոլորս շատ լավ հասկանում ենք, չէ՞ որ օրինակ Բակո Սահակյանին իրենք ոչ մի դեպքում չէին ուզենա տեսնել այստեղ։ Նույն Արայիկ Հարությունյանին իրենք հաստատ չէին ուզենա տեսնել այստեղ։ Ես ձեզ ավելին ասեմ, երբ մենք թեկուզ նույն արցախցիների հետ ենք զրուցում, այն բոլոր մարդկանց հետ, ովքեր քչից շատից իրավիճակին տեղյակ են, նրանք բոլորն էլ փաստում են մեկ բան, որ այդ մարդկանց Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը գերության հանձնել են հենց Հայաստանից։ Այս սա Հայաստանում ամենտեղ խոսվում է։ Ամեն տեղ, այդ թվում Նիկոլի համակիրների կողմից։ Եվ հասկանալի է, չէ՞ որ Ալեն Սիմոնյանը այդ մարդկանց ոչ մի դեպքում չէր ուզենա այստեղ տեսնել։ Ինչպես օրինակ չէին ուզում տեսնել 2020 թվականին 44-օրյա պատերազմի կեսից Պաշտպանության բանակի հրամանատար նշանակված Միքայել Արզումանյանին։ 4 տարի այդ մարդուն ապօրինի պահում են փակի տակ։ Մեկ կալանավայրում, մեկ տանը որպես տնային կալանքում գտնվող կալանավոր, այսինքն ամեն ինչ անում են, որ որևէ կերպ Միքայել Արզումանյանը չկարողանա խոսել, որովհետև սարսափում են այն մտքից, ինչ ինքը կարող է ասել։ Եվ հետևաբար հավատալ Ալեն Սիմոնյանի անկեղծությանը, որ ինքը ուզում է Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը տեսնել Հայաստանում գերությունից ազատված, մեղմ ասված ես չեմ հավատում, ինձ թվում է ոչ մի adekvat մարդ չի ավետում։ Թե սա իրանց հերթական կեղծիքն է, տեսեք, ժամանակին ես բազմաթիվ անգամներ պնդել եմ եւ Հայաստանի իշխանությունները որևէ կերպ ինձ չեն կարողացել հակադարձել, բացի ԱԱԾ գործիքակազմով ինձ նեղություն կամ վնասներ պատճառելով։ Նույն 2020 թվականի խծաբերդում գերեվարությունը 62 զինծառայողին գերի հանձնելը դա Հայաստանի իշխանությունների կողմից իրականացված քայլ էր։ Եվ դրանից հետո յուրաքանչյուր անգամ մեր գերեվարված զինվորները տարբեր առիթներով շատ կասկածելի հանգամանքներում են գերի ընկել։ Այդ տեսեք, ոչ վաղ անցյալում 2023 թվականին մենք հիշում ենք, երբ Նախիջևանի հատվածից 2 ադրբեջանցի զինվորական զինծառայող մտան Հայաստանի տարածք, հասան մինչև Կաբան, այնտեղ սպանեցին
Զանգեզուրի պղնձամոլիբդենականի պահակին, հետո ուզում էին արդեն դուրս գալ Հայաստանի տարածքից մեղրի հատվածով, բայց չստացվեց, հայ մարդիկ նրան բռնեցին, և այս դեպքում որպեսզի հնարավոր լիներ փոխանակումը, մենք տեսնում ենք, որ նույն մարզի մեկ այլ հատվածում անհասկանալի պայմաններում երկու հայ զինծառայող հայտնվեցին կերևարության մեջ։ Հիմա ես իրավունք ունեմ կասկածելու, որ դա Հայաստանի հատուկ ծառայությունների կողմից կազմակերպված էր։ Այդ ժամանակահատվածում մարդկանց բողոքի հիման վրա նաև քրեական վարույթներ էր նախաձեռնվել, որևէ մեկը այդ քրեական վարույթից տեղյակ է, կամ այդ քրեական վարույթների շրջանակներում որևէ մի պաշտոնյայի նկատմամբ մեղադրանք ներկայացվեց, ընդամենը մի բան էր արվել, Գորիսի ռազմական ոստիկանության պետին նկատողություն էր տրվել։ Այն դեպքում, երբ որ իր տարածքում էլ տեղի չէր ունեցել հանցագործությունները, հանցագործությունները տեղի էին ունեցել Սիսիանի և Կաբանի տարածքներում։ Բայց քանի որ միայն ինքն էր, որ որևէ մեկի կներեք հայտարարությանը սպռախոդը չուներ, մենակ իրան նկատողություն հայտարարեցին։ Այսինքն, այս իշխանությունները իրենք նորից եմ կրկնում ոչ միայն կապ չունեն Հայաստանի Հանրապետության հետ, այլ իրենք թուրքական ներկայացուցիչներ են, թուրքական կառավարիչներ են, և բացարձակ զարմանալի չի, այո, որ Թայլյատը կարող էր մեզ գյավուր անվանել, իսկ Նիկոլ Փաշինյանը փորձի շուն ու շանգյալ անվանել։ Իհարկե սա երևի ինքը փորձել է իր ընտանիքի բնորոշումը տալ։ Եվ վերջին հարցել մահ բանակում այս տարվա թվերը ուղղակի սարսափելի են արդեն իսկ տարվա սկիզբը դեռ։ Խնդրեմ իրենց պահած բանակը, իրենց պահած զինվորը, իրենց պահած բարոյահոգեբանական վիճակը ստեղծած։ Գիտեք, ես արդեն նույնիսկ վախենում եմ բանակին անդրադառնալ, որովհետև ես շատ հստակ տեսնում եմ մի սարսափելի իրականություն։ Նիկոլ Փաշինյանը հստակ կնում է, որպեսզի բանակը լուծարի։ Ես կարծեմ անցած անգամ նորից ձեր տաղավարում էլ ասեցի, շաբաթներ առաջ նույնիսկ մենք տեսանք արհեստական միտինգներ պաշտպանության նախարարության դիմաց, որտեղ զինծառայողների ծնողները պահանջում էին, որ արդեն ծառայության անցած իր երեխաները նույնպես տարուկես ծառայեն։ Նմանատիպ իրավիճակ մենք ունեցանք 2020 թվականի նոյեմբերին, երբ որ նույն ծնողներին հանանցին տարան Արտաշատ, ավելի մի քիչ հեռու, ավտոբուսներ կանգնեցրեցին, շոուներ եղավ, որպեսզի հայ զինվորը չգնար Արցախ։ Նիկոլ Փաշինյանը այսօր ցկտում է բանակը լուծարել, որովհետև իրեն կա այդ հրահանգը, որովհետև Ադրբեջանը և Թուրքիան Հայաստանը որպես սուվերեն պետություն չեն ուզում տեսնել, իսկ Փաշինյան Նիկոլը կատարում է միայն նրանց հրահանգները։ Եվ ես ես ասեմ, կրկին ուզում եմ փառք տալ հայոց բանակին և հայոց բանակի բոլոր հիմնադիրներին, ավանդ ունեցողներին, որովհետև 8 տարի շարունակ Փաշինյանը իր վարչապետ ընտրվելու օրվանից ինքը քայքայել է բանակը, մինչև այսօր, բայց բանակը դեռևս կա։ Նույնիսկ 44 օրյա ծանր պատերազմից հետո, այսպես դավադիր պատերազմից հետո բանակը շարունակեց մնալ։ 22 թվականին նորից արժանապատիվ ձևով կռիվ տվեց։ 21 թվականին մենք հիշում ենք իշխանասարի ճարտարը, այլ փորձեն թող լրագրողները հետաքրքրվել։ Հիշում եք իշխանասարում երկու ադրբեջանցու մեր տղեկը կերի են վերցրել։ Հրամանատարն է այդ վիդեոն կար խոսում էր։ Այլ փորձեք մի հատ հետաքրքրվել, տեսեք հիմա այդ հրամանատարը որտեղ է։ Այդ կերի վերցնող հրամանատարը որտեղ է։ Փաշինյան Նիկոլը ցավոք սրտի Հայաստանը կործանում է, իսկ Հայաստանը կործանելու համար ինքը հիմնական թիրախներից մեկը ընտրել է բանակը, մյուսը եկեղեցին։ Եվ անկեղծ սա մեր վերջին հնարավորություններից մեկն է։ Տեսեք, այդ մարդը իր նախընտրական ծրագրում հատուկ կետ է մտցրել, որով ինքը պետք է քայքայի եկեղեցին։ Այսինքն ինքը դա չի հետ հագցրել։ Ով վաղը մյուս օր Աստվածմի արածը ինքը նորից դարձավ վարչապետ, իր առաջի քայլը դա է լինելու։ Վերցնելու ինչ-որ մի թուղթ, ասի, այ տեսեք, այստեղ գրված էր, որ ես ընտրվելու դեպքում եկեղեցին բարենորոգելու եմ։
Այդ թուղթը պետք է առնի գնա Էջմիածին։ Թուրք շկա խումբն էլ իր հետևից գծած։ Արցախ գործերինք։ Հուսով եմ կոնե եկեղեցին կպահպանենք։ Բանակը կպահպանենք։ Հակառակ դեպքում մենք Հայաստան որպես այդպեսին չենք ունենա։ Շնորհակալություն։ Ես էլ եմ շնորհակալ։